Ողջույն, բարի գալուս Next Academia։ Այսօր մենք կփորձենք հասկանալ, թե Next Academia-ն ինչ հիմնախնդիրներ է փորձում լուծել եւ ինչ մոտեցումներ ենք մենք ցուցաբերում։ Եվ առաջին հարցը, որ ուզում եմ քննարկենք, հետեւյալն է. արդյոք մենք իսկապես հասկանում ենք հետեւյալ նկարի իմաստը։ Սկզբից ակներև երևում է, թե մենք փորձում ենք ասել, որ կրթության մոտեցումը չի փոխվել, բայց ինչ է ի նկատի ունենք այդ ասելով։ Հիմա ինֆորմացիան շատ ավելի արագ է մեծանում ու ենթադրենք, եթե առաջ մասնագիտությունը լավ տիրապետելու համար դու պարտադիր էր, որ հիշեիր ամեն ինչ, հիմա քանի գնում դա ուղղակի անհնար է դառնում։ Այս նկարի տեղադրման իմաստը այն է ստեղ, որ մենք պետք է հասկանանք, որ սովորելու ընթացքում լիքը բաներ կարող է մեզ թվա, թե մոռացել ենք կամ ուղղակի միանգամից չհիշենք ու շատ հաճախ այդ դեպքերում մենք հուսալքվում ենք, բայց պետք է հասկանանք, որ ինֆորմացիան քանի գնում մեծանում է ու մենք սովորում ենք ոչ միայն նրա համար, որ հիշենք, այլ նրա համար, որ հետագայում, երբ որ մեզ այդ նյութը պետք է, մենք շատ ավելի արագ կարենանք էդի վեր հիշենք ու օգտագործենք։ Ենթադրենք օրինակ, ես սովորել եմ ինչ-որ մի հատ ալգորիթմ ու այդ ալգորիթմը ես ծրագրավորման մեջ կիրառում եմ, բայց կգա մի ժամանակ, որ շատ հնարավոր է, որ ես այդ ալգորիթմը մոռանամ։ Ու օրերից մի օր, երբ որ օրինակ մի քանի տարի անց այդ ալգորիթմը ինձ պետք է, ես շատ ավելի հեշտ կսովորեմ, կյուրացնեմ այդ ալգորիթմը ու շատ ավելի արագ կվերհիշեմ, քան թե այն ժամանակ, եթե ես էդի առաջին անգամ տեսնելուց եղնեմ։ Ուստի մեր սովորելու հիմնական նպատակը ոչ միայն հիշելն է, այլև գիտակցել, որ լիքը բաներ կա, որ կարող է ես մոռանամ։ Ինչը բնական երևույթ է դառնում, բայց երբ որ ինձ պետք է, ես էդի կվերհիշեմ։ Իսկ հիմա անցնենք շատ ավելի խորքային հարցերի։ Նախ եւ առաջ, շատ ուսանողներ դժվարանում են հասկանալ մաթեմատիկական եւ ծրագրավորման բարդ կոնցեպտները։ Մեզ համար մաթեմատիկան ու ծրագրավորումը շատ դժվար է բացատրել իրանց կապը, քանի որ մաթեմատիկայի, բարձրագույն մաթեմատիկայի սկզբում ընդհանրապես չի երևում, թե դա ոնց են օգտագործում ծրագրավորման մեջ։ Ու բացի այդ, ծրագրավորման այդ հիմքից սկսած նյութերը, որ տալիս են, մենք դա չենք ամրապնդում պրակտիկ աշխատանքով։ Ինչի հետևանքով մեզ թվում է, թե մենք սովորում ենք ամեն ինչ, բայց հետագայում, երբ որ մենք նստում ենք համակարգչի առաջ ու փորձում ենք կոդ գրել, ստացվում է, որ ոչ մի բան էլ չենք հիշում։ Ու տեղից գալիս են այդ հիասթափությունները։ Մենք փորձելու ենք յուրաքանչյուր դաս կապել մաթեմատիկան ու ծրագրավորումը իրար, որպեսզի ավելի հասկանալի եղնի, թե այս թեման մենք չենք անցնում ու ասեմ, դա սկզբից անելը շատ դժվար է եղնելու, որովհետև մենք հիմնական գիտելիքներ չենք ունենալու։ Բայց կամաց, քայլ առ քայլ մենք մոտենալու ենք այդ մակարդակին, որ երբ որ ես մաթեմատիկայից ինչ-որ մի հատ բան բացատրեմ, այդ ժամանակ արդեն մի անգամից մեր պատկերացման մեջ գալու է, թե դա մենք որտեղ պետք է օգտագործենք համակարգչի ծրագրավորման այս կոդի մեջ։ Երկրորդ հիմնախնդրի մասին ես արդեն խոսեցի, գիտելիքները հաճախ չեն կապվում իրական նախագծերի կամ իրական աշխարհից օրինակների հետ։ Մենք մաթեմատիկայից շատ հաճախ իմ սեփական փորձից մենք անցնում ենք թեորեմներ, բայց չենք հասկանում ու չենք կարող մեզ ինքներս ինչ-որ տեղից ինֆորմացիա գտնենք, թե թեորեմները մեզ որտեղ է պետք գալու։ Ինչի հետևանքով սենց հարց առաջանում, իսկ ի բա սովորեմ, ինչի սա պետք, որպեսզի նման հարցեր տեղի չունենան, մենք փորձելու ենք յուրաքանչյուր նյութ ամրապնդենք նախագծերի, մինի նախագծերի կամ ինչ-որ խնդիրների միջոցով։ Երկրորդը, մի բան է տեսական նյութը սովորելը, մյուս բան է այդ տեսական նյութը կիրառելը, հմտություններ ձեռք բերել, որ ինքնուրույն այդ խնդիրները լուծեք։ Ու բացի այդ, ինչ-որ մի բան, երբ որ քեզի ասում են ու դու սովորում ես կամ ներկայացնում են, դու սովորում ես, շատ ավելի հեշտ է, քան երբ որ դու ինքդ ես փնտրում այն ինչ որ քեզի պետք է։ Ծրագրավորման մեջ այդ կոչվում է sourcing։ Հիմա շատերին կթվա, թե արհեստական բանականության ի հայտ գալու հետ կապված sourcing անելը այդքան էլ կարևոր չի, բայց պետք է հասկանանք, որ միշտ չի, որ մեր առջև դրված խնդիրների լուծումը կամ թե տեսական, թե գործնական մենք իմանալու ենք ու մեզ պետք է եղնել sourcing անել։ Ու սկզբի ժամանակներում մենք հրաժարվելու ենք
ChatGPT ասվածից ու փորձելու ենք sourcing անել, որովհետև sourcing անելը Google-ով ուղղակի ինչ-որ մի բան փնտրելու ընթացքում դու կարող ես դու էդի չմանգաս, բայց ինչ-որ մի հատ բան չմանգաս, բայց այնց հետաքրքիր փաստի ի հայտ գաս, որ կոնկրետ քեզի ChatGPT-ին չեր ասի, որովհետև ChatGPT-ին փորձում է մաքսիմալ ճշգրիտ պատասխան տա քեզի։ Իսկ քո մեջ հարցի պատասխանը տպավորվում է, երբ որ դու փնտրում ես այդ հարցը։ Կրթական միջավայրը։ Հաճախ, երբ որ մենք ինչ-որ մի բան փորձում ենք սովորենք, մեր ներգրավվածությունը ու ուշադրությունը շեղվում է։ Դա նրանից է գալի, որ երբ որ մենք ինչ-որ մի հատ նյութ ենք հասնում, այդ նյութի մասին երևակայական պատկերացում չենք ունենում, թե մեր աշխարհում դա ոնց է ինքը դրսևորվում։ Հասարակ վեկտորի գաղափարը, որի մասին մենք արդեն անիմացիա գցել ենք, դրա վառ օրինակն է։ Ու քանի որ մենք փորձելու ենք տեսական նյութը կապենք մեր աշխարհի հետ ու փորձենք հասկանանք թե ու պատկերացնենք թե այս ամեն ինչը որտեղից է եկել ու ինչ նշանակություն ունի։ Մենք հաճախ կօգտագործենք այլ ալիքներից, որոնք որ օտար երկրային անիմացիաներ, որոնք մենք կփորձենք թարգմանենք մաքսիմալ ճշգրիտ ու ձեզ ներկայացնենք, որպեսզի դուք հասկանաք ու պատկերացնենք նաև երկրաչափական իմաստը։ Մաթեմատիկան, ծրագրավորումը եւ ժամանակակից տեխնոլոգիաները սովորաբար դիտարկվում են առանց համատեղ կիրառման տեսականի։ Ես այս մասին արդեն խոսեցի ու հիմա էլ ավելացնելու բան չկա, մենք փորձելու ենք մաքսիմալ ձևով այս ամեն ինչը իրար կապենք, որ ձեզ համար մաքսիմալ հետաքրքիր լինի։ Ուսանողները հաճախ չեն կարող ինքնուրույն ուսումնասիրել, գտնել սեփական լուծումները եւ զարգացնել ինքնուսուցման հմտությունները։ Էսի sourcing-ի շարունակությունն է։ Մենք պետքա հասկանանք, որ միշտ չի, որ մենք կարանք ինչ-որ մի տեղից գնանք ինչ-որ դասերի, գնանք ինչ-որ կուրսերի կամ բացենք YouTube-ից օրինակ ինչ-որ ժամանոց վիդեոներ նայենք, որ հասկանանք, թե այդ ժամանոց վիդեոյի մեջ այդ 20-10 րոպեանոց հատվածը, որ մեզ պետք էր, ոնց գտնենք։ Դա երկար ժամանակ է տանելու ու այդ երկար ժամանակ տանելը բերելու է նրան, որ դու ձանձրանաս ու երասթափվես։ Մենք փորձելու ենք զարգացնենք հմտություններ, որի միջոցով մենք հանդիսանալու ենք մենթոր, երբ որ դուք ինքնուսուցմամբ եք զբաղվում։ Առաջի նախագիծը հենց դրա վերաբերյալ է։ Նախագծի ընթացքում մենք ուղղակի դառնալու ենք մենթոր, որ ուղղորդում է թե ինչը երբ պետք է սովորվի ու այդ սովորելու ընթացքում օրինակ ինչ գաղտնիքներ կան, ինչ քիեր կան, որ դրանք պետք է բացահայտել ու պարզաբանել։ Սրա մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք։ Ավելի ավանդական ուսուցման մոտեցումները չեն խթանում ստեղծարարության ու նորարարության մտածողությունը, ինչը կարևոր է ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում։ Այս ասելով մենք ինչ նկատի ունենք։ Մինչև անգամ հիմա համալսարաններում մեզ փորձում են սովորացնել չսխալվեն, որ քննությունները լավ հանձնենք, չսխալվենք, որովհետև դա ճիշտ չի, գնահատական է իջնում եւ այլն։ Մենք փորձելու ենք ապացուցենք հակառակը։ Եթե մենք չսխալվենք, այդ սխալը հետագայում կկրկնենք կամ կանենք այն ժամանակ, երբ որ դա ավելի պատասխանատու ժամանակ կլինի։ Այն ժամանակը, երբ որ դու սովորում ես, այդ սովորելու ժամանակը ամենահարմար պատը, որ դու ինչքան կարաս շատ սխալվես։ Դա չի նշանակում, որ ամեն անգամ տենց փորձելու ես ասես թե լավ դե սխալ արեցի, ոչինչ, չէ։ Դու փորձելու ես ճշգրիտ աշխատես, բայց սխալ անելուց ոչ թե պետքա նեղվես կամ ասես, գիտես ինչ կա, սխալ արեցի, վсё վերջ։ Այլ փորձես այդ սխալը հաջորդ անգամ չկրկնելու համար, դա սենց ավելի քեզի ոգեշնչի, ոչ թե կոտրի։ Մենք փորձելու ենք այդ հոգեբանությունը փոխանցենք ձեզ, որ սխալվելը դա նորմալ է ու սովորելու ընթացքում սխալ անելը շատ ավելի լավ է, քան թե որ գնանք ինչ-որ միտեղ գործի աշխատելու ու շատ ավելի պատասխանատու տեղը այն սխալը անեք, որը որ դուք կարայիք ռիսկի դիմեիք ու անեիք սովորելու ընթացքում ու չեք արել, ռիսկի չեք դիմել, ու այդ սխալը արդեն եղել է ակամայից ձեր գործի ընթացքում։ Մեր գաղափարների ու մոտեցման մասին դուք ավելի շատ կծանոթանաք երևի գործնական մեր վիդեոներից, բայց մի երկու բառով ասեմ։ Մենք միավորում ենք մաթեմատիկայի հիմունքներն ու ծրագրավորման գործիքները, ուսուցումն
ուսուցումն անելով հասկանալի, կիրառական եւ փորձնական։ Մենք կենտրոնանում ենք հիմնական գաղափարների ընկալման վրա, ոչ թե միայն բանաձևերի կամ կոդի կարճատև հիշողության վրա։ Այսինքն, հիշել որևէ թեորեմ ու սահմանում, դա դեռ քեզի չի ապահովում արդյունք։ Ասեմ ավելին, լիքը թեորեմների ապացույցներ ու սահմանումներ մեզի կոդ գրելուց պետք չեն գալու, մեզ պետք է գալու պատկերացնել տրվյալ գաղափարը, երևույթը, թե ինչ է ինքը իրենից ներկայացնում։ Հետևաբար մենք շեշտը դնելու ենք գաղափարի պատկերացման վրա, իսկ թեորեմների ապացույցն ու սահմանումների գրելը ու սովորելը, ինչպես նաև ձեր տրամաբանությամբ այդ անելը միայն ձեզ կօգնի հետագայում մտածողություն զարգացնելու վրա, որ հետագայում ավելի բարդ թեմաներ դուք կսկսեք ավելի հեշտ ըմբռնել, ծանոթանալով ապացույցների տեխնիկան։ Հաջորդը հաջորդական եւ տրամաբանական մոտեցումն է յուրաքանչյուր թեմային ուսումնասիրության համար, սկսած գծային հանրահաշվից կամ ալգեբրայից մինչև ալգորիթմներ եւ AI։ Մենք փորձելու ենք մեր յուրաքանչյուր վիդեոում կապ ստեղծենք անցածի ու հաջորդի միջև, ներկայիս, անցածի ու հաջորդի միջև, որպեսզի սովորողը, ով որ մտնի ուսանողը, որ մտնի սովորելու, ինքը հասկանա թե ոնց է շարժվում ու իր աճը զգա, որովհետև երբ որ մենք արդյունք չենք դնում մի որոշ ժամանակ, մենք մտածում ենք թե մենք սխալ ուղղությամբ ենք գնում։ Այնինչ բավական էր ընդամենը մի ամիս էլ սպասել ու ավելի շատ արդյունք կտենաս։ Ու որպեսզի այդ ձև դեպքերից խուսափենք, մենք փորձելու ենք շատ ինտերվալներով որոշակի նախագծեր եւ առաջարկներ անել, որ դուք անեք, որոնք անելուց դուք կհասկանաք, որ ինչ-որ մի ձևով առաջ եք գնացել, ինչ-որ մի նոր բան եք սովորել։ Պատրաստ եք արդյոք նորարարության։ Այս հարցը շատ ռետորական է հնչում, բայց մենք ինքներս մեզ պետք է հարց տանք. արդյոք մենք ուզում ենք կանոններով շարժվենք, թե փորձելու ենք կանոններից դուրս գանք, չխաղանք սովորական կանոններով, այն 1850-ականների կանոններով ու փորձենք մեր նշաձողը ավելի բարձր սահմանել։ Մենք փորձելու ենք օգնենք ձեզ ինքնակրթության հարցում ու փորձենք ավելի պարզ դարձնենք այն թեմաները, որոնք որ ավելի բարդ են թվում ու ձեզ կարող է հուսահատեցնեին կամ ձանձրացնեին կամ նենց անեին, որ դուք մտածեիք, որ այդ ամեն ինչը չեք կարող սովորել։ Այս պայծրությամբ ամեն ինչ հնարավոր է միայն ձեր ձեռքերում ու ոչ մի բան մեզնից կախված չի։ Ամեն ինչ կախված է ձեզանից, մենք պես փորձում ենք օգնել ձեզ։ Եկեք սկսենք։ Հուսամ նման ձևաչափով տեսանյութ նկարելը ձեզ օգնեց պատկերացնել ու հասկանալ, թե մեր ակադեմիան ինչ ուղղությամբ է շարժվելու ու ինչն է իր գաղափարախոսությունն ու տեսլականը։ Փորձեցինք պարզաբանել այն հիմնական խնդիրները, որոնք որ բախվում են ծրագրավորում սովորելուց։ Ու այս ամեն ինչը ոչ միայն որոշակի դիտարկումների, այլ մեր սեփական փորձի արդյունքն է։ Ու հուսով եմ, որ մեր փորձը ձեզ կօգնի ավելի արագ սովորել այն ամենը, ինչը որ առանց մեզ միգուցե մի փոքր-ինչ դժվար լիներ։ Շնորհակալություն, հաջողություն։